Այս պահին մայրաքաղաք Երևանի երկնքով Հանրապետության հրապարակի վրայով անցնում է զինված ուժերի ավիացիան։ Զորատեսակի գլխավոր առաքելությունն օդային եւ ցամաքային տարածքների պաշտպանությունն է, մարտերի վարումն ու թիրախների ճշգրիտ խոցումը։ Օդում բազմաֆունկցիոնալ Mi-17V5 ուղղաթիռներն են։ Բազայի հրամանատար առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ առաջին աստիճանի իշխանանշանակիչ գնդապետ Տիգրան Աշոտյանի ղեկավարությամբ։ Երկնքի անվիճելի արքան ապահովում է օդային վերահսկողությունը, կատարելապես համադրելով գերարագ մանևրությունն ու ծանր սպառազինության ուժը։ Ուղղաթիռները նախատեսված են զորքերի եւ բեռների տեղափոխման, ցամաքային զորքերի կրակային աջակցության, որոնողափրկարարական աշխատանքների համար։ Օդում են Su-30SM բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանի ճգնաթիռները։ Ավիացիայի պետ մարտական ծառայության մեդալակիր գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ։ Համալրված են փոքր եւ միջին հեռավորության օդ, միջին հեռավորության օդ ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարող Սավառնով ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանանշանի ասպետ գնդապետ Սամվել Թավադյանի ղեկավարությամբ։ Ինքնաթիռ Զինված ուժերի պատվապահական վաշտը, գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը մեր երկրի այցեքարտերից են, ուստի այս ստորաբաժանումներում ծառայությունը հատուկ նշանակություն ունի եւ պահանջում է հատուկ մոտեցում։ Բարդ ու պատասխանատու ծառայություն, պետական ու զինվորական միջոցառումների պատշաճ ներկայացում։ Զինված ուժերի գլխավոր զինվորական դիրիժոր գնդապետ Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավոր Հանրապետության օրը։ Կեցցե Հայաստանի Հանրապետության բանակը։ Կեցցե Հայաստանի Հանրապետություն։